Պարոն նախարար, ես ուզում էի նախարարին անդրադառնայի վարչապետի երեկվա հայտարարությանը, վարչապետն ասաց, որ ըստ էության, եթե խորհրդարանական ընտրություններում այնպես ստացվի, որ ընտրությունը հաղթանակ տանի, ապա աշնանը Հայաստանին պատերազմ է սպառնում։ Ես ուզում էի որպես գերատեսչության ղեկավար ձեզ հարցնել, կան ինչ-որ փաստական տվյալներ, ինչ-որ ինֆորմացիոն տեղեկատվություն ունի ՊՆ-ն, որ իսկապես ինչ-ինչ ուժեր, օրինակ ակնարկած տերության Ադրբեջանին ենթադրում են վերաբերվում, որ այդ դեպքում կարող է պատերազմել Հայաստանի դեմ։ Բայց հստակ չի, ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ։ Այսինքն նոր բան էստեղ ասել, կարիք չկա։ Ով է ասել, որ տարածքային պահանջ կա կողքի երկրներից, որ հայտարարությունը կոնկրետ դուք Բայց եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Բայց ով է ասում, որ պետք է շարունակվի ընդդիմությունից, դա եմ հարցնում։ Գրեթե բոլորը։ Չէ, հարց ուղղեք, ներողություն։ Դա քաղաքական գնահատական չի։ Այդ քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու։ Չէ, նկատի ունեմ վարչապետի պնդումը պատերազմի մասին, քաղաքական գնահատականներ են, ոչ մի փաստական բան չկա։ Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը վերելու է պատերազմ, նոր բան չեմ ասում։ Տեսեք, այս օրերին ընտրություններին չնայած դեռ որոշակի ժամանակահատված կա, բայց քաղաքական ուժերը, որոնք հիմնականում մասնակցելու են ընտրություններին, ներկայացնում են իրենց անվտանգային մոդելը, պատկերացումները, այդ զինված ուժերի բանակի վերաբերյալ վերջերս ներկայացրեց նաև այդպիսին Սամվել Կարապետյանը, նրանց ձևավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարում են մեծ թվով դրոնների ձեռքբերման մասին, ընդհանրապես ինչպես կարձականքեք։ Դե դժվար է հիմա ասել Սամվել Կարապետյանը ինչ որ բան է հայտարարել։ Ես հիմա պիտի հասկանամ, մենք գործ ունենք արհեստական բանականության, թե իրական մարդու հետ, երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն։ Բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում եւ հասարակությունը այնուամենայնիվ նաեւ արհեստական բանականությանը առերեսվում է եւ գուցե պիտի լուրջ վերաբերվի, որովհետեւ մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ եւ ոչ իրական, բնականաբար պիտի վիրտուալ մարդկանց մասին խոսենք, հաշվի առնելով, որ երեք արդեն նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք մեղմ ասած հարից չէ ոչ քաղաքական ուժին եւ նաեւ կախաղանների, չգիտեմ, այլ պատկերներով, ինչ-որ արհեստական բանականությամբ ձևավորած ուժեղ մարդկանց կերպարով, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից, նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա եւ հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան, մի ամբողջ գերդաստան չծառայած զավակներով, որդիներով, թոռներով։ Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործչի եւ նրա զավակների մասին։ Եվ մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չեն ծառայում, պիտի պարզաբանում տա եւ նոր խոսի անվտանգությունից։ Ես այլ բան իրեն չեմ ասում։ Երբ կպարզաբանեն, ինչու չեն ծառայել, ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինած են, ձեր ցավը տանեմ։ Հարցն է, որ այդ պարզաբանումը չի տրվել նաեւ։ Նարեկ Կարապետյանը էստեղ է, Նարեկ Կարապետյանը ես փախչող չեմ ասում։ Նույն Սամվել Կարապետյանի տղաները ուր են եղել մինչև 27 տարեկան։ Ներողություն, պարոն նախարար, դուք տեղեկություններ ունենք, դա օրինական թե անօրինական ճանապարհով բանակից ազատվել է։ Փաստ է եղել, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել։ Այդ մարդիկ մինչև 27 տարեկանը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Օգտվում են են գումար տալու։ Այ պարզապես ոչ մի ծրագրից չեն օգտվել։ Այդպես շատերն են օգտվում։ Հազարավոր քաղաքացիներ հայտ չեն ներկայացնում, քաղաքական եւ երկիրը ղեկավարելու հայտ չեն ներկայացնում։ Բայց եթե դա այդպես խնդիր է, գուցե կարգավորումը Բոլորի բանակից ազատվելու համար կան համապատասխան հիմքեր։ Հարցում արեք, բոլորին պատասխան։